Ինձ զանգարել էր ոստիկանը եւ ասաց, որ Ռոնալդոին առևանգել են եւ կասկածյալները այս 5-ն են։ Այսօր Ռոնալդոյի տան տեսախցիկների ձայնագրությունների միջոցով ես պարզելու եմ, թե ով է առևանգողը։ Դիտելով տեսախցիկների ձայնագրությունները ես կպարզեմ առևանգողի թույլ եւ ուժեղ կողմերը եւ ըստ դրա կտամ առաջադրանքներ այս 5-ին եւ կպարզեմ առևանգողին։ Դե ինչ, գնացինք։ Այն ոստիկան։ Ոնցս դեպքերից հետո ես քեզ չի ասել, էլ ինչ չզանգես։ Հիշեցնեմ, որ վերջերս պատտվում էին լուրերը, որ Ռոնալդոին սպանել են, բայց վերջում պարզվեց, որ դա արել է ոստիկանը։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, եթե նրան սպանել են, ապա ինչպես կարող են հիմա առևանգած լինեն։ Դիտեք մեր վերջին 2 տեսանյութերը եւ կստանաք այդ հարցերի պատասխանը։ Հիմա ինչ ա եղել։ Հիմա էլ առևանգել է Ռոնալդոին։ Հուսով եմ էլի դու չես, չէ՞։ Լավ, ուղղակի իրենց տան տեսախցիկների ձայնագրություններով ես կպարզեմ, թե ով է առևանգողը։ Լավ։ Ահա, ոստիկանը ուղղակեց Ռոնալդոյի տան բանկի տեսագրությունը։ Так, միացնենք։ Օ, սա ուղղակի Ռոնալդոյի տան բանկն է։ Հենա առևանգողը։ Ապցես թե նա տեսավ Ռոնալդոյի թիկնապահին։ Մոտենում է թիկնապահին։ Ինչ։ Թիկնապահը ուղղակի խնձոր էր գցեց ու դրանից վախեցավ առևանգողը։ Էս ինչ վախ կտա։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Ուրեմն ոստիկան այդ 5-ին մցրու շարիկի մեջ ու վերևից նրանց վրա քիչ տարբեր ինչ-որ ծանր իրեր, ովքեր վախեցան, ուրեմն նրանք կասկածվում են։ Լավ, ես հետևում եմ քեզ։ Ձեզ թաքուն ասեմ, որ այս բոլոր իրերը պատրաստված են պենոպլաստից ու ընդհանրապես ծանր չեն։ Ուղղակի մեզ պետք է որ այդ 5-ը իմանան, որ իբր թե ծանր է, որ վախենան։ Դե ինչ գնացինք։ Գցեց։ Так։ Օ, այս դրան վախեցավ։ Ինքը հələ որ կասկածվում է, քանի որ առևանգողն էր վախեցավ։ Հաջորդ ռաունդը։ Так, գցումա։ Օ, այս պատումներով մարդը վախեցավ։ Կասկածվում է էլի։ Հաջորդ իրը։ Օրո այս ինչ են պատրաստել։ Հիմա էլ այս չաղն էր վախեցավ։ Մնացին 2 հոգի։ Ժզիկ, այս տղեն վախեցավ, աղջիկը չվախեցավ, պատկերացնում եք։ Պարզ է ինձ ամեն ինչ։ Ոստիկան, ուրեմն աղջկան բաց ես թողնում, ինքը չի կասկածվում։ Լավ։ Հաջորդ տեսագրությունը։ Օ, նա գնում է։ Հանդիպես թիկնապահին։ Կռվում են նրանք։ Օր այս ինչ ու դորրեր, ինքով սեղանը ջարդվող։ Այսօր է գնում թիկնապահ, երևի գնում է Ռոնալդոն տանի տնից։ Արա վազելուց ընկավ գետնին ուշքը գնաց։ Լավ, ինձ ամեն ինչ պարզ է։ Ոստիկան, ուրեմն մի հատ շատ ուժեղ մարդու ես բերում ու թող 4-ի հետ կռվի այդ մարդը։ Ով հաղթեց այդ մարդուն, ուրեմն ինքը չի կասկածվում։ Լավ։ Ով ես ոստիկում ես ինչ ուժեղ մարդու է գտել։ Ուրեմն առաջինը ես մի հատ տղեն է գնում։ Ջարդեց գլուխս ինչ է ուղից։ Հիմա ես չաղն է գնում, չաղի վերեմ ես ունեմ կասկածներ, որ կարող է ինքը հաղթի ես մարդուն։ Չի կարում գրկի ես չաղին, շատ տաներ է։ Չկորցավ գրկի, բայց խփես նակով տարեց։ Ես մի հալ գադում գրկել է։ Օրուսիշ չև գցեց գրկին։ Ֆրոցես տատներով մարդը տվեց բեյին։ Ის ինչ դորեր։ Ոստիկան, ուրեմն այս տատուներով մարդը չի կասկածվում, իրան բաց թող։ Հələ ոնց է ուրախացել տատուներով մարդը։ Հələ մի րոպե։ Ալո։
Ոստիկան այս պատուներով մարդուն բաց մի թող ինքը շատ է ուրախացել, բայց չգիտի, որ ինքը ռոզիսկի մեջ է։ Ինքը այդտեղ գալուց առաջ լիքը անցանք ներգործել, հետ նրան տարիք հագիկ։ Լավ։ Հաջորդ վիդեոն։ Ոկես ո՞ր է գնում։ Ու նա տեսավ, որ տեսախցիկը նկարում է իրան։ Իսկ ինչ ուժեղ պրիցել ունի, կերոք ես չորդ ես տեսախցիկը։ Լավ, պարզ է ամեն ինչ։ Ալո, ոստիկան հիմա նայի, փուչիկներ ես դնում ու իրանք պետք է հերթով կրակեն այդ փուչիկներին։ Ու ով ամենաշատ փուչիկը պայթացրեց, ինքը կասկածվում է։ Բայց քանի որ մեզ պետք է որ իրենք հատուկ փուստ չտան ու տրամադրված կրակեն փուչիկներին, այդ դրա համար փուչիկների կողքին դիր իրենց համար շատ կարևոր բան, որպեսզի իրենք ուզենան փուչիկին գտնեն, այլ ոչ թե փուստ տան։ Լավ։ Գնաց։ Օ, այս տղու ավտոյի վրան է դրել փուչիկները, մոլոդեց, ոստիկան լավ է մտածել է։ Կրակում է։ Ու կպավ ավտոյին։ Երկրորդն է ծուր կրակեց էլի կպավ ավտոյին։ Չի շատ թանկ է նստելու այդ տղու վրան, ռեմոնտը։ 3-ից 0 հատ։ Ընդհանրապես կասկածելի չի։ Առևանգողը բոլոր պատրոնները կպավ ուղիղ տեսախցիկին, իսկ ինքը ոչ մի հատ չկպավ փուչիկին։ Հաջորդ մարդը, այս չաղն է հիմա։ Իրան էլ ուտելիքներն է բերել դրել, քանի որ իր համար ամենակարևոր բանը ուտելիքներն է։ Ու կպավ ուտելիքներին, երկրորդը։ Կպավ իր կնոջ նկարին։ Էլի 3-ից 0 հատ։ Հիմա այս տղեն է։ Հուսով եմ ինքը կգտնի ու կկասկածվի։ Էլի սաղ փուստ է տվեց։ Լավ, հետաքրքիր է։ Ոստիկան, այս անգամ ոչ մեկ չի գնում տուն, քանի որ ոչ մեկ չկպավ փուչիկին։ Հաջորդ վիդեոն ենք նայել։ Լավ։ Օ, առևանգողը մտավ Ռոնալդոյի սենյակ։ Հենց հիմա ինչքան գումար կա քո մոտ։ Օրինակի համար քո մոտ կա 1000 դրամ։ Ուզենայր, չէ, ոչ մի բան չանելով այդ 1000 դրամը դարձնեիր 5000 դրամ։ Ով չէր ուզենա։ Ուրեմն լսի։ Հենց հիմա մտնում ես նկարագրությունների բաժին, առաջին հղումով գնում ես Valve-ին կայ, շատ հեշտ գրանցվում ես ու պրոմոկոդների բաժին անպայման գրում ես իմ Badean Alex պրոմոկոդը, այսպես։ Եվ քո առաջին գծած գումարի վրա ստանում ես 500% բոնուս, այսինքն դու գցում ես 10000 դրամ, քո հաշվին նստում է 50000 դրամ, պատկերացնում ես։ Ինչ շատ նամակներ են գալիս, որին հետևորդները գնացել են, գումար են գցել, խաղացել են ու շատ մեծ գումարներ են հաղթել։ Գնա, փորձիր ինչ-որ ինչ գումարով, եթե ստացվեց, ապա գնա առաջ։ Ռոնալդոն քնած է։ Էդ ինչ է իր ձեռքում։ Երևի քնացնող հեղուկ է ինչ-որ շորի կտորի վրա, որ գնի դեմքին ու քնացնի։ Չէ, կեղտոտ նասկի է ձեռքում։ Ոնց կարելի է կեղտոտ նասկով քնացնել մարդ։ Ու քնացրեց Ռոնալդոն, բայց ես զարմանում եմ, ես այս տղեկներն եմ զարմացել, ոնց կարելի է նասկով մարդ քնացնել։ Այս չաղը իր նասկին է անել։ Ու տղեկը զզվացին օտից, երևի շատ վատոտ է գալ այդ չաղը նասկից։ Բայց ըլը մի րոպե։ Առևանգողն են կեղտոտ օտոր նասկիներ, այս չաղն են։ Կարող է։